Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գրծերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս Քրիստոս հարյավի մեռելոց նստեք սիրելիներս ամեն թող Տերը միշտ օրհնի բոլորիս իր հարության հույսը միշտ վառ պահի մեր մեջ, որպեսզի ոչ միայն հավատանք հարության, այլ ապրենք այդ հարության խորհուրդը մեր կյանքի մեջ, որովհետև մեր ամբողջ հավատքը հարության խորհրդի շուրջը, հարության խորհրդի վրա հիմնված եւ այդ հարության խորհրդով էլ մարդ պիտի մինչեւ իր մահվան վերջին վայրկյանը ապրի։ Մենք այսօր շարունակում ենք Տիտոս Առաքելին ուղված Պողոս Առաքելի նամակը, երկրորդ գլուխն ենք սկսելու 1-ից 10 համարները պիտի սերտենք։ Մենք անցյալ անգամ տեսանք, թե Պողոս Առաքելը ինչպես խորհուրդ էր տալիս ոնց վարվել, հատկապես սուտ եւ կեղծ ուսմունքներին ինչպես խուսափել, որովհետեւ այդ մարդիկ քանդում էին կյանքը եւ ասում են նրանց նպատակը մարդկանց բաժան առնելն էր եւ մարդկանց հեռացնել ճշմարտությունից։ Հիմա ինքը արդեն այսօր խորհուրդ է տալիս, թե ինչպես ինքը վարվի, որպեսզի եկեղեցում համայնքի մեջ ծեր տղամարդիկ, կանայք, երիտասարդ կանայք, երիտասարդները, ծառաները անգամ ինչպես պահեն ճշմարտությունը եւ ինչպես չշեղվեն ճշմարիտ վարդապետությունից, որպեսզի Տիրոջ ներկայություն ամեն րոպե զգան իրենց կյանքի մեջ։ Մարդ իր կյանքի ընթացքում սիրելիներ միշտ էլ փորձությունների ենթարկվում է եւ ինչու հատկապես ծեր տղամարդկանց ու կանանց խոսք ուղում, ասում են նրանց սովորեցրու, որովհետեւ այս մարդիկ իրենց կյանքի փորձով, իրենց խաններով արդեն սովորած, նրանք եկեղեցում պիտի լինեն, որպեսզի երիտասարդին խրատ տան, իրենց խրատով, իրենց օրինակով սովորեցնեն, որ այստեղ ասում է հատկապես երիտասարդ կանանց սովորեցրեք, որպեսզի իրենց ամուսներին սիրեն, որդեսեր լինեն, հնազանդ լինեն, որպեսզի կարողանան ընտանիք ամուր պահել, որ ընտանիքը չքանդվի։ Եվ անցնենք այսօրվա դասին։ Ուրեմն առաջին երկու համարները ասում է բայց դու սովորեցրու այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետությանը, որ ծերեր լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ, հավատի, սիրո, համբերության, ժուժկալության մեջ։ Ուրեմն ասում է դու ասում է ամեն ինչ արա որ ողջահող վարդապետ, այսինքն ստնոտիապաշտական սովորություններին, կեղծ ավանդույթներ չբերեն մտցնեն եկեղեցի մեջ, ավետարանի հոգուն ու ոգուն համահունչ կարողանաս դաստիարակել ճշմարիտ վարդապետությամբ, ասում է հատկապես ծեր տղամարդկանց։ Ինչի համար է սա։ Ուրեմն ծերերի ներկայությունը, տղամարդկանց ներկայությունը անհրաժեշտություն է։ Շատ հաճախ մարդիկ այսօր մտածում են, որ եկեղեցի մեն երիտասարդները լինեն, որովհետև ապագան երիտասարդներն են, մեր շարունակությունն իրենք իրենց պիտի դաստիարակեն, բայց մեծերի ներկայություն անհրաժեշտություն է եկեղեցու մեջ, ինչպես որ սկզբում ասացի, քանի որ իրենք իրենց օրինակով պիտի օրինակ ծառայեն երիտասարդներին, որպեսզի երիտասարդները հասկանան, թե նեղության, դժվարության, փորձության մեջ այս մարդիկ ոնց են հաղթահարել եւ ինչպես են իրենք այսօր ապրում այդ խնդիրները լուծելով։ Երիտասարդները պիտի օրինակ ունենան մեծերից, որտեղ ավելի շատ կարևոր է թե դու ինչպես ես ապրում, քան ինչ ես խոսում, որտեղ խոսքը մեկ այլ բան է, կյանքը, ապրված գործը մեկ այլ բան է։ Ուրեմն փորձությանը դիմանալու համար երիտասարդները միշտ կարիք ունեն, չէ՞ օգնության, իսկ մեծերը իրենց օրինակով այդ մարդկանց սովորեցնում են այդ ճշմարիտ կյանքը ապրել եւ ճշմարիտ կյանքով առաջ շարժվել։ Դրա համար ասում է եթե սիրես հարգես հորդ ու մորդ խրատը, երկար կապրես այս աշխարհի մեջ։ Սողոմոն իմաստուն ամբողջ խրատներ դա երիտասարդն ուղված, որ լսեք մեծերի խրատները։ Նա ով որ խրատ է սիրում, ինքը նաև երկար կյանք ունես աշխարհի մեջ։ Հիմա տեսեք, ծեր մարդուն, տղամարդուն, այսինքն 60, 70, 80 տարեկան տղամարդուն ասում է առաջին ինչ պիտի լինի, զգաս պիտի լինի։ Այսինքն եկեղեցում թեթև սոլի կյանք չպիտի մեծ մարդ ունենա։ Զգաս լինել, այսինքն հավասարակշռված պիտի լինես, պարկեշտ պիտի լինես, արժանապատիվ եւ լուրջ մարդ պիտի լինես։ Այսինքն այս մարդը, որ արդեն ինքը սպիտակ մազեր ունի եկեղեցու մեջ է, ինքը պիտի շատ զգաս լինի, որ իր
նաև հայացքի խստությունը, իր կարգապահությունը երիտասարդի համար օրինակ դառնա։ Եթե այս զգաստությունը մարդը չունենա, նաև հիշում եք, չէ՞, խոսքերը ուղղածել են հոգևորականներին, քահանաներն ու եպիսկոպոսները, ուրեմն ոչ միայն քահանաները, հոգևորականները, եպիսկոպոսները պետք է այս զգաստությունն իրենց կյանքի մեջ, այնքան արժանապատիվ կեցվածք ունենան, լուրջ լինեն, խոհեմ լինեն, այլև մյուս հավատացյալները, թե տղամարդիկ, թե կանայք, իրենք էլ այս նույն բանը պարտավոր են անել, որովհետև ամեն մեկը սիրովի մենք օրինակ ենք դառնում, որպեսզի մյուսները ովքեր գան եկեղեցի մեզ տեսնեն, իրենք կուզեն այդ կյանքով արվեն, ոչ թե մեր տեսնեն ու փողնեն փախնեն եկեղեցուց։ Դրա համար ասում եմ առաջին պայմանը ծեր տղամարդիկ պետք է հավասարակշռված լինեն, արժանապատիվ կեցված լինեն ու լուրջ լինեն։ Ոչ թե շատ լուրջ, որ իբր մենք շատ լուրջ ենք, բայց իրականում այդպես չէ, այդ լրջությունը քո հոգևոր դաստիարակությունից է գալիս, թե դու ինչպիսի լրջությամբ ես վերաբերվում աստվածապաշտությանը, խորհուրդերին, սուրբ գիրքը լսելուն, աղոթելուն, ինչպես ես վերաբերում։ Երկրորդ ասում է թող այդ մարդիկ լինեն պարկեշտ, այսինքն ծանրաբարո եւ պատվավոր կեցվածք ունենան։ Ինչու համար է ասում պետք է պարկեշտ լինեն։ Շատ հաճախ ընդհանրապես թե հոգևորական, թե աշխարհական մարդիկ, որտեղ իրենց չեն ճանաչում, իրենք ավելի ազատ են, որտեղ իրենց ճանաչում միշտ այսպես զգաստ, չէ, մենք չենք ուտում, մենք պահք ենք պահում, բայց երբ որ մենակ են լինում, ոչ մի բան էլ չեն անում։ Դրա համար ասում եմ, երբ որ այդ պարկեշտությունը ոչ միայն մարդկանց առջև, այլ ինքը քեզ հետ պիտի այդ պարկեշտությունը պահես, եւ ամենակարևորը Տերն է քեզ տեսնում։ Տիրոջ աչքի առջև դու պիտի լինես։ Մենք որտեղ էլ գնանք, ուր էլ գնանք, Տիրոջ աչքը այսպես մեզ հետևում է։ Որտեղ է որ լինես, ինքը քեզ տեսնում է։ Տիրոջ աչքից չես կարող խուսափել ու թաքնվել։ Դրա համար երկրորդ պայմանը պարկեշտությունն է։ Երրորդը ասում է պետք է խոհեմ լինել, այսինքն զուսպ լինել։ Ինչի մեջ պետք է տղամարդը, տարես տղամարդը զուսպ լինի, որպեսզի կարողանա ինքն իրեն տիրապետել, այսինքն շատ բաներ դու կարող ես տեսնել, հանկարծ չհարցակվես այդ մարդկանց վրա, կոպտորեն չվիրավորես, չնեղացնես, չհայոյես, չբամբաս, այսինքն քեզ կարողանա զսպել իմանալ։ Ուրեմն այդ զսպվածությունը նաև ցույց է տալիս, թե դու ինչպես ես վերաբերվում։ Օրինակի համար կան, չէ՞, ծնունդ, որ երեխայի սխալը տեսնում են, հարցակվում են ծեծեն։ Բայց մի հատ խոսիր, կամ ուսուցիչն ասում է, ամոթ չի դու ասենք սևակի մասի մինչև հիմա չես լսել, բայց դու չես սովորեցնում, որ ինքը լսեր։ Ուրեմն դու պիտի տաս այդ զսպվածությունը պիտի ունենաս, որ քո այդ միանգամից այդ հարցակվելով դու կարող ես այնպես որ մարդը այլևս քո առարկան չսիրի եւ չուզեն այդ գիրքը կայլ թանելից վերջացավ իրան։ Ես ինքս մյուս ուսուցչի պատճառով չեմ սովորել այդ առարկան ատելը, որովհետեւ ինքը սկսեց ովքեր մի քիչ լավ գիտեն իրենց հետ պարապել, մեզ թողեց։ Եվ ես չսովորեցի այդ առարկան այլևս։ Եվ հիմա չեմա ցավում եմ որ չեմ սովորել։ Դրա համար շատ կարևոր է թե դու ինչպես ես վերաբերում այդ զսպացությունը, որովհետև շատ պիտի կարողանաս այնպես անել, որ եթե նկատողություն էլ անում ես, քո նկատողությունը այդ մարդուն չվիրավորի։ Շատ զուսպ պիտի լինես այդ ամենի մեջ։ Չորրորդ ասում է պետք է լինել ողջամիտ։ Ինչի համար է ասում ողջամիտ։ Հավատքի, սիրո եւ համբերության մեջ։ Տեսեք, հավատք, սեր եւ համբերություն, այսինքն նաեւ երրորդ համբերությունն եւ հույսն է նշան։ Ուրեմն հավատքի, հույսի, սիրո մեջ մարդը պետք է պարկեշտություն բերի։ Ինչ որ մեզ տրվում է մկրտության ժամանակ, մենք ինչ ենք խնդրում մկրտության ժամանակ, մկրտվողի համար հավատք, հույս, սեր, չէ՞։ Այսինքն սա պարզապես խոսքեր չեն, որ խնդրում ենք այդ պահին, որ երեխան ուզում է հավատք, հույս, սեր ունենալ ու մոռանալ գնալ, այլ այս երեքը քո ամբողջ կյանքի ընթացքում, թե մանկության, թե երիտասարդության, թե ծերության ժամանակ անպայման գործի պիտի դնես։ Եթե այդ երեք գործիքները քո ձեռքերի մեջ կան, բայց դու դա չես օգտագործում, ոչ մի բանի համար պիտանի չէ, ուրեմն մեռած է քո հավատքը։ Դրա համար ողջախոհ միտ պիտի լինես, հավատքը, հույսը, սերը քո ամբողջ կյանքում պահես եւ այդ ամեն ինչը հասցնես կատարելության, այսինքն ամեն օր հավատքիդ վրա մի քար ավելացնես, քո հույսի վրա մի քայլ ավելացնես, քո սիրո ճանապարհի վրա մի բան ավելացնես, այսինքն եթե դու 10 տարեկանում եւ 70 տարեկանում նույնն ես մնացել, ոչ մի բան չի փոխվել, ուրեմն քեզ համար այդ խնդրված այդ շնորհները, պարգևները, հավատքը, հույսը քո կյանքում արժեք չեն ունեցել։ Դու պարզապես պահել ես, ինչպես առակի մեջ ասում է, գիտե որ խիստ մարդ ես, տարա հողի մեջ թաղեցի, մենք էլ հավատքը, հույսը, սերը թաղել ենք մեր հողի մեջ եւ չեն գործածել։ Մեզ ոչ մի բան չի, դա նույնն է ասել եմ ձեզ, որ դու քո բանկային հաշվի լիքը փող ունես, բայց վախենում ես ծախսել, որ մարդիկ հանկարծ չիմանան, որ դու այդքան փող ունես, բայց դու սոված ես։ Նույնն էլ հավատքը, հույսս, եթե դու ունես ու չես գործածում քո պետքերի համար, այսինքն քո փրկության համար, դա գդրված չէ, ուրեմն դու ոչ մի բանի համար
ժամանակ չես ունեցել եւ փրկություն չունես։ Եվ վերջում ասում ես հավատքը, հույսը, սերը, համբերությունը ծերերին բերում են ուր ժուշկալության, այսինքն զսպվածության։ Ուրեմն ամեն իմաստով պետք է մարդը չափավոր լինի, չէ՞, խոսելու մեջ, գործելու մեջ, նկատողություն անելու մեջ, հազար ու մի բանի մեջ դու չափը չպիտի անցնես։ Այդ ժուշկալությունը նաև զսպվածություն ունենալն է, որ զուստ լինես, չափավոր լինես, որպիսի քո արարքներով նաև ուրիշների վրա խոսելով ինքդ քեզ անարգանք չբերես։ Լինում է, չէ՞ որ դու մեկին նկատողություն ինքը հարցակում է քո վրա, դու ավելի վատ վիճակում ես լինում։ Դրա համար ինչ ասում սոն, ասում է տգետին, ասում է մի խրատիր, ասում է կհարցակի քո վրա, ասում է խրատիր նրան, ով ուզում է որ լսել այդ խրատը քեզանից։ Տգետը չի հասկանալու։ Եթե գիտես դիմացինը չի ուզում լսել, պետք չունես այդ մարդուն խոսել դրա մասին։ Թողում ես իրեն այնքան ժամանակ, մինչև ինքը գա քեզ մոտ, որպեսզի ամոթով չմնա։ Եվ երկրորդ, եթե դու չափավորություն չունես, այդ քո ամոթը ոչ միայն քեզ, այլև քո ընտանիքի վրա պիտի գա։ Ուրեմն տեսեք ինչքան կարևոր կետեր չէ թվարկես։ Խոհեմ, զուզ, չափված, ողջամիտ, ժուշկալ, այսինքն այս ամենը սա ծեր տղամարդկանց է վերաբերում, որ եկեղեցուն եւ տանը այս ամենը պիտի դրսևորեն, ոչ միայն եկեղեցում, այլև տանը եւ փողոցում այդ ամենը պիտի կատարես։ Հիմա անցնում ենք կանանց, ասում է Պարավ կանայք նույնպես լինեն զգաստ եւ սուրբերին վայել վարմունք ունենան, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարեխրատ։ Ուրեմն տեսեքսներ, մինչև քրիստոնեություն, դες ասեմ, թե հեթանոս աշխարհում, թե հրեական միջավայրի մեջ կինը արժեք չուներ։ Կին ամենամերժվածն է։ Այս տետերը ավելի կարևոր էր հրեաների համար, քան կինը։ Քրիստոս եկավ, կնոջ կերպարը բարձրացրեց եւ ասաց, որ կինը եւ տղամարդը հավասար են։ Մեկը մյուսին իշխելու համար չեն, մեկը մյուսից առավելություններ չունեն։ Դրա համար տղամարդու կողից է ստեղծել կնոջը հավասար։ Եվ կնոջ իրավունքն էլ բարձրացրեց եւ կինը ինչ արեց, կնոջ միջոցով եկավ աշխարհ, իր հարության առաջին վկաները կանայք եղան, խաչի մոտ էլ կանայք էին կանգնես։ Այսինքն այսքան կանայք առաջության քրիստոնեական կյանքի մեջ, հիմա էլ ավելի շատ են ուզում առաջանել, ավելի մեծ իրավունքներ, չէ՞, այս ֆեմինիստական շարժումներ, որ կանանց իրավունքներ, բայց տղամարդկանց իրավունքները այսօր ավելի շատ ոտնահարված են, քան կանանց իրավունքները։ Ուրեմն Քրիստոսի միջոցով կնոջ իրավունքը անցացավ ինչու համար, որովհետև ընտանիքը, տունը, պահողը կինն է։ Տան հիմքը ամուր, պահողը կինն է։ Դրա համար կնոջ մասին հիմա այստեղ ասում է պարավ կանայք, բայց ասում եմ ծեր կանայք, տարեց կանանց մասին։ Ինչ պիտի լինեն, նրանք ինչպես պիտի վարվեն։ Առաջին ասում է պետք է զգաստ լինեն։ Կինը պետք է միշտ զգաստ լինի։ Ինչ է սա նշանակում։ Զգաստ պետք է լինես քո հագու կապի մեջ, քո կեցվածքի մեջ, քո խոսելաձևի մեջ, քո շարժու ձևի մեջ, այսինքն այս ամենը շատ կարևոր է։ Չի կարող կինը շատ վատ հագու կապ ունենալ եւ ասել ես շատ բարեպաշտ եմ, չի լինում այդպես։ Որովհետեւ շատ հաճախ որ մարդկանց նկատողությունը եկեղեցում անպարկեշտ հագու կապով գալիս են, ասում ես Տեր հայր ջան, մեր սիրտն է մաքուր, շորերը ինչ կապ ունի, ասեմ մեր վիճակով եթե դու եկեղեցում ես, քո ներսը առողջ չի։ Եվ դեպք ունեցել ենք այդպես։ Մի օր կիսամերկ երկինը ամուսնուն կանչեց եւ խնդրում եմ կնոջը տասա, թող չմտնի տաճար, ասես Տեր ջան, ինչի հակու կապով է որոշում կնոջ բարը, ասում եմ, այս վիրը նայում եմ, ուրիշ բան եմ հասկանում։ Իրեն մեջ չեմ տեսնում ընտանիքի մայր, կին, ծնող, զավակ չեմ տեսնում այնտեղ։ Ձերք այսպես արեց ու գնաց։ Հիմա տեսեք, սա հակու կապին էլ է վերաբերում, պահվածքին, կեցվածքին, խոսվածքին, ամեն բան, նույնիսկ ուտելուց շարժու ձևին էլ է վերածել, այսինքն զգաստ պետք է կինը լինի, որովհետև կինը ինքը արժանապատվության օրինակն է։ Դրա համար, երբ որ տղամարդը շնության մեղք է գործում, այդքան չեն խոսում, ինչքան կինը, որովհետև տան պատիվը կինն է։ Թե պատիվը աղավաղվեց, այդ տունը պիտի քանդվի։ Դրա համար լավ կինը տղամարդու թագու պսակն է, վատ կինը տղամարդու ամոթն է։ Դրա համար ասում եմ թող կանայք զգաստ լինեն եւ չի կարելի նաեւ որ տարեց կինը իրեն երիտասարդի պես ներկայացնի։ Այսինքն ինքը 60 տարեկան է, բայց ուզում է հագնվել 20 տարեկանի պես, շպարվել 20 տարեկան։ Այսօր նաև հատկապես գնում են վիրահատական միջամտություններով, մեկը դու ծերանում ես, դու լավ է քո գեղեցկությունը պայես այնպեսին ինչպեսին կա, քան դու փորձես երիտասարդի պես հավասար կյանք ունել։ Տեսեք ինչքան կարևոր բան է, որ եկեղեցում եւ տանը եւ հասարակության մեջ տարեց կինը ինչպեսի կեցված պիտի ունենա։ Երկրորդ ասում է թող լինեն մաքրակենցաղ։ Ինչ ասել է սա։ Ուրեմն կինը պետք է սուրբ կյանք ապրի եւ իր օրինակով մյուսներին եկեղեցի առաջնորդի։ Այսինքն չի կարող մարդը ասել ես հավատացյալ եմ, եկեղեցի եմ գնում
Բայց բամբաստկոտություն անի, չարախոսություն անի, ծխախոտ ծխի, գինեմոլությամբ զբաղվի, այսինքն այս ամենը չի կարող, այսինքն մաքուր կյանք պիտի ունենաս։ Հիշում եք քահանայի բառը, ասում է դու անմեղադրելի վարք պիտի ունես, այսինքն քահանան այնպեսի մեղք չպիտի ունենա, որ հասարակությունն իրեն մեղադրի, ինքը անբասիջ պիտի ապրի։ Ցավոք սրտի այսօր կյանքը փոխվում է, մարդկանց թվում է թե որ Փարիսեցու պես շնություն չեմ արել, գողություն չեմ, մարդ չեմ սպանել, այս 3 մեղքերն են, որ մարդուն արատավորում են։ Բայց բազում մեղքեր կան, հենց նույնիսկ գռեհիկ ծիծաղը արդեն պատճառ է դառնում, որ մեծ հիասթափություն ապրես։ Դրա համար ասում ես կինը, տարեց կինը հատկապես մաքրակենցաղ կյանք ունենա, որպեսզի երիտասարդները այդ կնոջը նայելով ուզենան վերադառնալ եկեղեցի։ Ձեզ պատմել եմ կարծեմ, մի անգամ դրախտի դռների առջև կանգնած հրեշտակը հարցնում էր ով ես։ Առաջինը մոտենում է ասում է ով ես, ասում է ես քահանա եմ, որ 30 տարի պատարագ եմ մատուցել, Քրիստոս եմ քարոզել, ասում է ով է Հիսուս քեզ, ասում է Հիսուս իմ Տերն է, իմ փրկիչն է, ասում է լավ անցիր։ Մյուսն է գալիս, ասում է դու ով ես, ասում է ես Աստվածաբան եմ, 40 տարի Քրիստոսի մասին եմ քարոզել, ասում է ով է Քրիստոս քեզ համար, ասում է Քրիստոս իմ թագավորն է, իմ սրտի տիրակալն է, ասում է լավ անցիր։ Այսպես հերթով գալիս են, մի ծեր կին է գալիս, բայց արդեն մեջքը կորացած, խոնար մի մամիկ, ասում է դու ով ես, ասում է ես էլ մի մեղավոր կին եմ, որ 30 տարի եկեղեցում երգել եմ, ասում է Հիսուս Քրիստոսին ճանաչում ես, նայում է, ասում է մեղակ ես Տեր, քեզ ով չճանաչեց։ Հարցնողը Հիսուս Քրիստոս ինքն էր, սիրելին է։ Ուրեմն այդ մեկ մաքրակենցաղ կյանքից է նաև թե ինչպես մենք կմոտենանք Քրիստոսին։ Դրա համար Հիսուս ինչ էր ասում Երանի սրտով մաքուրներին, որտեղ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Հաջորդը ասում է կանայք պիտի լինեն, տարեց կանայք ոչ բանսարկու, այսինքն բամբասող չպիտի լինեն։ Ուրիշներին չպիտի չարախոսեն, նրանց արատները տարածեն, ողակալությամբ ապրեն այս աշխարհի մեջ։ Ցավոք սրտ այսօրա կանայք իրենց լեզուները դժողքի կրակի պես են, չէ՞։ Այդպես է, բամբասող մարդու լեզուն ասում են դժողքի կրակի պես է։ Եվ այսօրվա մարդկանց պետք չի որ գնալ բամբասել, հեռախոսը կա արդեն բամբասելու, չէ՞։ Մեր իրականության մեջ ո՞նց է սկսում բամբասանքը, ինչ կա չկա։ Ու սկսվում է, ինչ կա չկա, հետո ասում են, էլ ինչ կա, այսպես անդադար կարող ես խոսել, ամբողջ քաղաքի հարցերը քննել, բայց դուք իրար հետ սիրո մասին, ձեր ջերմության, բարեկամության մասին ոչինչ չխոսել։ Ում տեսեք, բամբասանք ինչքան վտանգ, որտեղ բամբասողը գիտեք որ բառից է գալիս, բանսարկու բառից է, բանսարկուն ով էր, Սատանան, իսկ Սատանան, Հիսուս ասում է, ստի հայրը Սատանա, այսինքն բամբասող, սուտ խոսող, չարախոսող մարդը ինքը Սատանայի զավակ է դառնում։ Դրա համար պիտի մարդ կարողանա իր լեզուն, ինչպես որ Կիրակի օրվա խորհուրդներ, ով իր լեզուն ղեկավարել գիտի, ինքը կատարյալ մարդ է։ Լեզուդ փակ պահեցիր, ամբողջ կյանքում խնդիր չես ունենա։ Բաց պահեցիր լեզուդ, որովհետև մի բան խոսեցիր, հետո շղթայաբար պիտի պտտվի, այդ ամենը վերադառնա քեզ եւ դու ավելի վատ վիճակի մեջ հայտնվես։ 4-րդ ասում է կանայք չպիտի լինեն գինեմոլ, խմեց, հարբեցող։ Ուրեմն խոսք այստեղ առիթից առիթ մի բաժակ գինի խմելու մասին չի կամ ինչ որ կոնյակը խմեն կամ ինչ որ մի բան կխմեն։ Դրա մասին չի, այլ հարբեցողության մասին, որ կանայք հարբած տուն են բերում։ Իրենց զավակները տեսնում են, թե իրենց մայրերը կամ իրենց կանայք ինչպես են հարբում։ Այնքան որ իրենց գրկած տուն են տանում եւ ցավոք սրտի մեծ քաղաքներում, փողոցներում շատ հաճախ տեսնում ես այդ գիշերային ակումբների մոտ, գինետների մոտ հարբած երիտասարդ կանայք, աղջիկներ լճացնեն, որ տարեց կանանց մասին։ Հիմա ի՞նչն է գինեմոլության համար խոսում, որտեվ գինեմոլությունից չէ սկսում չարախոսությունն ու բամբասկոտությունը։ Երբ որ մարդը մի քիչ խմում է, իր զգոնությունը թուլացնում է, լեզվի կապերը թուլանում են, ասում են, «Վայ, ես չէի լեզուս էր, չէ, զգոնությունդ կորցրեցիր»։ Եվ կամ ներսիդ մեջ եղած թույնը դուրս հանեցիր, այն չարախոսությունը նախանձը որ կար մեջդ, գինին պատճառ դարավ։ Դրա համար Հովհաննես Թոմային ինչն էր ասում, ով կհաղթի քաջին, եթե ոչ կինն ու գինին, չէ՞, այսինքն պատճառը սա է, երբ որ դու չես կարողանում զսպել քեզ, խմում ես, խմելու պատճառով սկսում է բամբասկոտությունը եւ մնացած բոլոր մեղքերը։ Եվ 5-րդ ասում է պետք է լինի բարեսիրտ։ Բարեսիրտ պիտի լինի կամ բարեխրատ պիտի լինի։ Ուրեմն ծեր կանայք երիտասարդ կանանց եւ աղջիկներին ինչ պիտի անեն, պետք է ուսուցանեն խրատներով, Աստծո խոսքով, այսինքն օրինակ պիտի դառնան։ Հիշում եք Տիմոթեոսի նամակը։ Տիմոթեոսը ինչպես էր դարձել քրիստոնյա։
իր տատու եւ իր մոր շնորհիվ, չէ, իր մայրն ու տատը բարեպաշտ կանայք են։ Այսինքն տան մեջ երբ որ կա տարեց, հավատացյալ, մաքրակենցաղ, մաքուր կյանքով ապրող տարեց մեկը, ինքը օրհնություն է այդ ընտանիքի համար, թե հարսների համար, թե աղջիկի համար, թե թորների համար, ինքը ամեն բան անում է խրատի միջոցով ուսուցանելու, հատկապես երիտասարդ աղջիկներին, իր թորներին հատկապես խրատելով, այս մարդը պատրաստվում է Աստծո համար, որպեսզի նրանք այս երկրավոր կյանքի ընթացքում չսայթաքեն։ 4-րդ համարի մեջ շարունակելով ասում է, որ խրատեն դերատի կանանց, սիրելու իրենց մարդկանց, լինելու որդեսեր։ Ուրեմն տեսեք, ասում եմ, հատկապես որպեսզի խրատեն երիտասարդ կանանց, իրենց ամուսիններին սիրելու համար եւ որդեսեր լինեն։ Ինչ է սա նշանակում։ Երիտասարդ կանանց գլխավոր պարտականությունը որն է, իրենց ամուսինների հետ հաշտ ու համարեշ խաբրել։ Երբ որ երիտասարդ զույգերը ամուսնանում են, գալիս են նոր տուն ապրելու, խնդիրները չի առաջանում, որտեվ ինչքան երբ որ նշանված են կամ ընկերություն են անում, երկու կողմն էլ փորձում են իրենց բաց թողումները թաքցնել, չէ, իրենց թերությունները չերևա։ Աղջիկները գեղեցիկ հագնվում են, զարդարվում են, շատ կոկիկ է իրենց պահվածքը, շարժ ու ձևը խոսել։ Նույնը տղամարդիկ միշտ այսպես սափրված, սանրված, օծանելիքով, հենց գալիս են մի հարկի տակ ապրելու, մոռանում են այդ ամեն ինչի մասին ու երկուսնի կողմի բաց թողումները դուրս է, ջրերես է դուրս գալիս ու վեճերը սկսվում են։ Եվ այդտեղ է սկսվում փորձություն, այս սերը կդիմանա այս փորձությանը, թե չի դիմանա։ Հիմա տարեց կանայք, ասում է, թող երիտասարդ կանանց աղջիկներին խոսեն, սովորեցնեն, որ ինչպես իրենց ամուսիններին սիրեն, այսինքն իրենք այդ նույն խնդիրը ժամանակին ունեցել են, հիմա իրենց աղջկան, իրենց հարսին ոնց պիտի սովորեցնեն, որ այս խնդիրները չունենան։ Եվ գլխավոր պարտականությունն է, որպեսզի օգնեն իրենց ամուսիններին հետ կարողանան հաշտության մեջ ապրել։ Երիտասարդ կանայք եթե բարձի թող անեն այս պարտականությունները, ինչ կլինի այդ տան մեջ, տունը կքանդվի, չէ, կամաց կքանդվի։ Ես դրա համար սկզբում ասացի, որ ամեն ինչի հիմքը կինը պահողն է։ Եվ երիտասարդ կանայք հատկապես, որ նոր են ամուսնանում, նոր ընտանիք են գալիս, եթե կիսուրն էլ մի քիչ տեղից չի լինում, ավելի մեծ խնդիրներ է լինում, որովհետև այս աղջիկ իր տանը իր նիստուկացն ունի, իր ծնողների հետ ուրիշ վերաբերմունք է տեսել, հիմա եկել այստեղ այլ բան է, հիմա դու պիտի այնպես անես, որ այդ աղջիկը չի հաստափի քո տանից փախչի։ Դրա համար այսօր արդեն ինչ է լինում մեր կյանքի մեջ, դեռ չամուսնացած աղջիկը պահանջ է դնում, որ մենք առանձին պիտի ապրենք։ Խուսափելու համար առաջինը գշտություններից, բայց երկրորդն էլ որպեսի հանկարծ ուրիշի մունաթին չմնա, սենց ասեմ, էլի կիսուրը չասի, սենց արա, նենց արա, բայց հակառակ այդ մեծ կինը պիտի լինի իր հարազատ աղջիկապես, դու օտար մեկին չես բերում քո տուն, դու աղջիկ ես բերում քո տուն, քո աղջիկապես պիտի սիրես եւ այդ աղջկան օրինակ պիտի ծառայես, ինչպես անել, որպեսի քո ամուսնու հետ եւ հատկապես ընտանեկան ջերմությունը կարողանաս ամուր պահել։ Ուրեմն եթե չկա այս Աստծո խոսքի ներկայությունը, ընտանիքները այս Աստծո խոսքի պատճառով կամաց քանդվում են։ Եվ երկրորդ, եթե մեկ ասում ես հոգևոր մարդ եմ, բայց գշտություններ եմ ունենում, Պետրոս Առաքյալն ասում է, որ ձեր պատճառով անհավատ մարդիկ կհայոյեն մեր Աստծուն, մեր Աստծո խոսքը կարհամարեն։ Ուրեմն շատ կարևոր է դու խոսում ես, դու պետք է այդ ամենը պահես։ Ինչու էր քահանայի պարագային ասում, քահանան պետք է մեկ կնոջ կին լինի, այսինքն եթե դու ամուսնալուծվել ես, բաժանվել ես, դու հետո ոնց պիտի գնաս գշտությունացող մարդկանց ասես, գիտեք ընտանիք ինչ ամուր բան, ինչքան լավ բան է, ընտանիքդ պիտի պահես։ Նույն բանն է, եւ հոգևորականից է պահանջում եւ աշխարհականից է պահանջում։ Ուրեմն ինչպես ենք մենք ընթանում, մենք այնպես պիտի անենք, որ մեր օրինակով հատկապես մենք կարողանանք այդ մարդկանց օգնել, հաղթարել կյանքի բոլոր փորձությունները ու դժվարությունները։ Ժամանակները փոխվել են։ Օրինակ, շատ հաճախ լսում եմ մեծերն ասում են, հիմիկվա հարսներն ինչ են հասկանում դժվարությունները, կոճակը սխվում է, մեքենան շորը լվանում է, հարթուկում է, մենք էինք որ ձեռքով տրորում ենք, ժամերով լվացքը չորացնում ենք։ Հա, ժամանակը այդպիսին էր, բայց դա մեր հոգևոր նկարագրի հետ ընդհանրապես կապ չուներ։ Նեղություն, դժվարություն։ Մենք էլ երբ որ մեր երեխան այսօր ասում են, որ 90-ականներին մենք լույս չունեինք, մոմի լույսի տակ են գիրք կարդում, համացանց չկար, քսերոքս չկար, մենք արտագրում ենք այդ, իրենք չեն հասկանում ենք ինչ ենք ասում։ Բայց չի կարելի քո այդ անցած տառապանքը փաթաթել նոր սերնդի պարանոցին, ասել, գիտես, մենք տառապել ենք, դու էլ պիտի տառապես։ Բայց սա էլ չպիտի նրանց երիտասարդ աղջիկներին անհոգ դարձնի, որ երբ ուզենք կանենք, մեկը մեքենան է անում, կոճակը կսխմենք, այլ միշտ պիտի տունդ մաքուր, որ ամուսինդ մտնի, ամեն ինչ պատրաստ տեսնի։
Այսինքն պիտի գա անտը թափթփած տեսնի, հեռախոսի մեջ լինես, գործերը տարաշ լինես, հասնի տուն նոր սկսես ճաշը եփել։ Այս վերջերս մի գովաս տեսա, որ ամուսինը գնում է, կինը նորից շուշուտ պարկում քնում է, հետո արթնանում է, հեռախոս է խաղում, նայում է կես ժամ է մնացել, որ ամուսինը գա, շուշուտ տները հավաքում է ճաշը, այսինքն ամբողջ օրը այդ անհոգության մեջ չպիտի, եթե հա մեքենան ամեն սարքավորում կա, կոճակը սխում ես, ճաշն էլ եփում քեզ է տալիս, բայց դու ծուլության մեղքի մեջ չպիտի հայտնվես, որ հետո էլ քո զավակը քեզանից ավելի վատը չդառնա։ Ուրեմն այս սրա համար են տարեց կանայք, որպեսզի երիտասարդներին խնամեն։ Եվ երկրորդ ասում է նաև որդեսեր լինեն։ Ուրեմն զավակների դաստիարակության հարցում կնոջ դերը շատ մեծ է, չէ՞, որովհետև կանայք կրկնակի անգամ ավել են իրենց զավակների հետ ժամանակ անցկացնում, քան հայրերը։ Հետո էլ վերջում որ մի բան են չի լինում, հայրերը մայրերին են մեղադրում, որ այս չէր քո դաստիարակածը, ուրեմն մորից է շատ բան կախված, որովհետև երեխայի համար իր մայրն է չափանիշ դառնում։ Ուրեմն լավ հագցնել, կերցնել, տեղ տանելուց բացի նաև մայրը պիտի փորձի իր երեխային աղոթել սովորեցնել։ Հենց որ սկսես նրա լեզուն բացվել, հայրմերը պիտի սովորացնես։ Հենց քայլել սովորեց, նրան պիտի տանես եկեղեցի, պատարագի մասնակցի, Քրիստոսի մարմին այրոնը ճաշակի, որպեսզի հետո դու չամանչես քո զավակի համար։ Եթե մենք այսօր մեր երեխաներին չխոսեցինք Տիրոջ մասին, վաղը ստիպած Տիրոջը պիտի աղաչենք, որ մեր զավակներին փրկիր, պաշտպանիր, որպեսզի այդ մարդիկ կործանման չգնան։ Ուրեմն ճշմարտությունը, ճշմարիտ խոսքի համար կոչված ենք բոլորս։ Տեսեք, Պողոս Արաքյալը ասում է կանանց արգելում եմ եկեղեցում քարոզել, տղամարդկանց դաստիարակել, բայց կինը պարտականություն ունի եկեղեցում եւ ընտանիքում երիտասարդ կանանց ու աղջիկներին դաստիարակելու։ Տեսեք ինչքան կարևոր առաքելություն է կնոջը տրված այս ամենի միջով անցնելու եւ հաղթահարելու։ 5-րդ համարի մեջ շարունակելով ասում է, որpիսի նաեւ այդ երիտասարդ կանայք լինեն խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպեսզի Աստծո խոսքը վարդապետությունը չանարգվի։ Ուրեմն տեսեք, այսքանից հետո ասում է պետք է կինը լինի, երիտասարդ կինը համեստ կամ խոհեմ։ Ինչ է սա նշանակում, որ ամեն ինչից առաջ երիտասարդ կինը պետք է խոնար, ժուշկալ, համեստ լինի իր կենցաղի մեջ, իր կյանքով այդ ամենը պիտի ապրի։ Համեստությունը վատ բան չէ, ինչպես նաև խոնարհությունը, վերջի բառը կասեմ հնազանդության մասին, ամեն ինչի մեջ չափավոր լինելը շատ լավ է։ Ինչու է այստեղ ասում համեստ։ Ցավոք սրտի մեր կյանքի մեջ ամեն օր ես ինքս ականատես եմ լինում, որ տղամարդկանց կանանց վեճերի մեծ մասը, երբ որ կինը սկսում է իր ամուսնուն համեմատել ուրիշների հետ։ Այս սրա մարդը սենց արեց, առավ բերեց, հասցրեց, ես ինչ եմ հագած շորը, մի տարյամին շորն եմ հագնում, ինչի ես հեռախոսից չունեմ, ինչի մեր պատերը չի նորոգվել, մեր կահույքը հին է, պիտի փոխվի, սա արդեն գժտության մեծ պատճառ պիտի դառնա։ Ուրեմն այս համեստության մեջ է, որ այսօր ինչ ունենք, դրա համար են կարևոր։ Ես տարիներ առաջ մի զույգ վիճել էին բաժանության եզրին են, երբ որ ես գնացի իր հետ խոսելու կնոջ հետ, ամուսնու հետ, ասացի, բայց բա ո՞նց է որ մենք տանը, մենք ես եւ կինը, ասես դու քեզ մի համեմատի մեր հետ։ Ասում եմ, նայիր, ասում եմ, եթե դու ասում ես, այս տեղը վատն է, իմ ապրելու տեղը, իմ կինն էլ ասում եմ, մայր աթոռում էր աշխատում, ամեն օր կաթողիկոսին էր տեսնում, բայց ինքը ինձ հետ է ամուսնու, ինքը ինձ հետ է երջանիկ, ոչ թե տեղի հետ։ Որտեղ որ ես եմ, ինքը տեղ է երջանիկ, ոչ թե որտեղ ենք մենք ապրում, դրա համար է երջանիկ։ Մի օր մի ամուսին, երբ որ տուն էր գալիս, մա կին ամեն օր, երբ որ ամուսին լիքը էսպես գալիս էր, sense վազելով գալիս էր, շուշուտ այդ փաթեթները վերցնում էր, ամուսնու շորերը։ Մի օր ամուսինը փող չունում, դատարկ ձեռքերով գալիս է, կին ասում է, այ մարդ, ես մի աշկդ քոր էր։ Այսինքն հասկանում եք, երբ որ լիքը կար, ձեռքերին էր միայն նայում, երեսին չէր նայում։ Հենց որ ձեռքերը դատարկ էր, դեմքին էս որ ամուսինը կույր է։ Ուրեմն ում հետ որ դու ապրում ես, դա է երջանկություն, ոչ թե որտեղ կամ ինչի մեջ ես ապրում։ Այս բոլոր խնդիրները ժամանակավոր են, հաղթահարելի են։ Երկրորդ ասում է պետք է լինեն մաքրակենցաղ։ Ուրեմն կանանց կյանքը, խոսքը, գործը, միտքը պետք է ամբից լինի, մաքուր պիտի լինի։ Այսինքն, այստեղ խոսքը հավատարմություն մեջ է, ամեն ինչի մեջ հավատարիմ պետք է, հատկապես մտքով, խոսքով, գործով չդավաճանել ամուսնուն։ Նորից վերադառնում եմ առաջին բանը, որ կինը տան հիմքն է, սյունն է, ուրեմն այնպես պիտի որ տունը չքանդվի։ Այստեղ այս մաքրակենցաղը բարոյականության մասին է, որ քո լեզուն շաղ չտաս, քո գործերով այնպիսի բան չանես, որ բամբասանքի պատճառ դառնաս եւ մտքովդ էլ չցանկանաս ամուսնու դավաճանել։ Հավատարմություն ամեն ինչի մեջ, եւ այդ հավատարմության մեջ կինը կարող է
Սուրբ Գիրքն ասում է լավ կինը տուն է կառուցում, վատ կինը տուն է քանդում։ Լավ կին իր ամուսնու ունեցածը հավաքում ու շենացնում է, վատ կին իր ամուսնու ունեցածը ցիրուցան է անում։ Սա Սողոմոն իմաստունի խոսքերն են, որ ինքը այդ ամենի միջով անցավ, չէ՞, գիտեք, 1000 կիներ առել, որի պատճառով նաև ինքը ճշմերտում Աստծուց հեռացավ։ Այս մեղքերի պատճառով ինքը Աստծուց հեռացավ։ Երրորդ ասում է կինը պիտի լինի տնարար։ Այսինքն ծույլ չի կարող կինը լինել։ Վայ ես ճաշը չեմ կարող մեփել, վայ ես գործը ես չեմ կարող անել, ամոթ է նման բան ասել։ Կինը պիտի կարողանա ամեն ինչ անել։ Ինչ որ տանն է վերաբերում, չկա տենց բան, որ մարդ չուզենա եւ չկարողանա անել։ Եթե ասում ես չեմ կարող, ես միշտ ասում եմ, ասա չեմ ուզում անել, բայց մի ասա չեմ կարող անել։ Եթե ես տղամարդ հալով կարող եմ ես ճաշ եփել, կին առավել եւս կարող է եփել։ Թեև կանայք ասում են դե տղամարդիկ ավելի լավ խոհարար են, քան կանայք, այդպես չի։ Բայց կինը պետք է այդ ամենը անի։ Ուրեմն կնոջ ձեռքի մեջ է տուն կառուցելը կամ քանդել, արդեն ասացի։ Եթե ընտանիքը մեջ սխալներ կան, ուրեմն կինը չպիտի թույլ տա, որ այդ սխալների պատճառով ընտանիքը քանդվի։ Ուրեմն կնոջ ձեռքում է նաև այս ամենը։ Տնարարը նաև սա է նշանակում։ Ես միշտ նորապսակներին հարցնում եմ, որ ամուսինդ մի օր քեզ դավաճանած լինի ու գա քեզ խոստովան, ինչ կասես, կբաժամ, ասում սուտ ես, ասում չպետք է բաժանվես։ Ասում եմ ամուսնուդ նվեր ես տալիս ուրիշին, կպայքարես, որ ամուսինդ քո մոտ վերադառնա։ Հանկարծ թույլ չտաս։ Հատկապես եթե քեզ խոստովանել է, որ կներես, ես ինչ տեղը սխալ բան եմ արել, թույլ չտաս, որ ամուսինդ քեզանից գնա։ Ընտանիքդ քանդես, ամուսնուդ փաթեթավորես նվերեր տաս մեկին, ով սպասում էր դրան։ Ուրեմն ամեն բան կախված է նաև կնոջից, հետ կին ինչպես պիտի անի, որ տունը չքանդվի, այլ հակառակը ամուր մնա։ Չորրորդ ասում է կինը պետք է լինի բարեգործ։ Բարի լինի։ Ուրեմն շատ կարևոր է բարիությունը ընտանեկան կյանքի մեջ։ Շատ հաճախ երբեմն նաև լինում են մարդիկ, տեսնում են, որ ամուսինը միշտ բարիք է գործում, կինը խոսում է, թե մենք շատ ունենք, որ ուրիշին ես տալիս։ Դու տալով ես ստանում։ Սուրբ Գիրքն ասում է տալը լավ է, քան վերցնել։ Ուրեմն կինը նախ ինքն իր հետ, երկրորդն էլ ուրիշների հանդեպ պետք է բարի լինի, բարեգործություն անի, որպեսզի կարողանա այդ օրհնությունը վայելել։ Եվ 5-րդը ասում է կինը թող հնազանդ լինի։ Նեմ հնազանդությունը կնոջ ամենագեղեցիկ զարդն է։ Այս բառից շատերը վախենում են, հատկապես երբ որ պսակադրության ժամանակ կնոջը պիտի աղջկան պիտի հարցնես, խոստանում ես հնազանդ լինել այս մարդուն, որ ամուսինդ պիտի լինի, նախ այնտեղ բոլորը հատկապես տղու կողմը սպասում են, թե երբ աղջիկը պիտի ասի, որ ուրախանան, աղջիկն էլ վախենում է ասել, կարծելով թե հնազանդությունը ստրկություն է։ Չէ, հնազանդությունը ամենագեղեցիկ զարդն է, որ կին ունի։ Կինը ինչքան ուզում է գեղեցիկ լինի, ինչքան ուզում է իմաստուն լինի, ինչքան ճարպիկ լինի, եթե հնազանդ չէ, լեզվանի չէ, տղամարդը շատ շուտ պիտի փախնի իրենից։ Շատ շուտ պիտի փախնի, այլտեղ իր խաղաղությունը պիտի գտնի։ Հնազանդ լինել նշանակում է ուրախ ու տխուր, հիվանդ ու առողջ բոլոր օրերը առանց տրտնջալու անցնել քո ամուսնու հետ։ Չբողոքել, կիսել, դրա համար մենք ասում ենք կողակից, այսինքն կինը դառնում է իր հնաց այն հենարանը, որի վրա ամուսինը հենվում է, իրեն ուժեղ է զգում։ Եվ ամեն հաջողած տղամարդու թիկունքում միշտ իր կինն է կանգնած իր հնազանդությամբ, որ ամեն բան արել է, որ իր ամուսինը գլուխը կախ չքայլի։ Ամեն բան արել, որ ամուսինը պայքարի հասնել այն ամենին, ինչին որ իրենք երազել են ունենալ։ Դրա համար այս հնազանդությունը ամենամեծ առաքինությունից մեկն է, որով կինը միշտ բարձրանում է եւ իր ընտանիքն է բարձրացնում։ 6-րդ համար արդեն Պողոս Առաքյալը խոսում է երիտասարդների մասին, ասում է երիտասարդներին նույնպես հորդորիր լինել խոհեմ, քո անձը բոլորին օրինակ դարձրու բարի գործերի համար, ուսուցման մեջ պահիր անկեղծություն, սրբություն, պարկեշտություն։ Ասում է երիտասարդները նույնպես, այսինքն այս խոհեմությունը միայն ծերերին ու կանանց չի վերաբերում, այլև հատկապես երիտասարդները պետք է խոհեմ լինեն։ Ինչու է ասում սա։ Ուրեմն խոհեմություն գիտեք, նաև այդ ժուշկալությունն է, չափավոր կամ ինքնազսպված լինելը։ Երիտասարդների մեջ կրակը մեծ է, չէ, շատ կրակ կա։ Բայց երբեմն այդ կրակը երիտասարդները սխալ տեղ են օգտագործում եւ իրենց կյանքն են կորցնում։ Մեկը թմրանյութի մեջ, մեկը խաղամոլության մեջ, մեկը տարօրինակ ինչ-որ ձգտումների մեջ, երբեմն տեսնես բոլոր այսպես ամբողջ մարմինը պատված են դաջվածքներով, այդ մեղքերի մեջ, հարբեցողության մեջ, տարատեսակ։ Ուրեմն մարդը, հատկապես ծեր տղամարդիկ կանայք, նաև երիտասարդներին պետք է օրինակ դառնան, որ երիտասարդները ճիշտ ճանապարհը բռնեն, ճիշտ ճանապարհը գնան քայլելու։ Ցավոք սրտի այսօր երիտասարդությունը կործանման մեջ է աշխարհի մեջ։
հատկապես թմրամոլություն եւ հարբեցողություն եւ հիմա էլ արդեն շատ տարածված խաղամոլություն, որ նույնիսկ աղջիկներն են սկսել շատ խաղալ։ Եվ վերջին շրջանում է շատ տեսնում ենք սարսափելի քանակությամբ հատկապես կանայք սկսել են դաջվածներ անել մատերին, մեջքին, պես կրծքավանդակին, թևերին, ամեն տեղ նույնիսկ շալվարը ճղում են այդ հատվածում դաջվածքները բոլորը տեսնեն։ Ուրեմն սրա համար չի ձեր երիտասարդությունը տրված ձեզ, որ ձեր կյանքը փչացնեք։ Երիտասարդությունը տրված է, որպեսզի կարողանաս այդ կարագը ճիշտ տեղում օգտագործել։ Ոչ ոք չի ասել՝ մի սովորիր, կրթություն մի ստացիր, հարուստ մի եղիր, գեղեցիկ մի եղիր։ Սրա մասին չէ, այլ այս ամենը պետք է այնպես անես, որ զսպվածությունդ օգտագործես ճիշտ ճանապարհ, այսինքն մեղքդ այնպես անես, որ քո կյանքի մեջ քեզ չուտի։ Դրա համար ռոմեական հայտնի խոսքը ասում է՝ լավ է այն մարդը, ով իր կրքերն ու ցանկություններն է զսպում, քան այն մարդը, ով մի ամբողջ քաղաք է ղեկավարում։ Ուրեմն ավելի լավ են մարդ, ով կարող է ինքն իրեն զսպել, տիրապետել, չափավոր լինել, որպեսզի մեղքի մեջ չհայտնվես, հետո կործաման չմատնվես։ Իմաստուն այն երիտասարդ, ով կարողանում է ինքնազսպումով հասնել։ Օրինակ շատ մեղքեր կան, որ մեզ առաջարկում են մեր ընկերները, մեր բարեկամները, բայց դու այնքան համառություն, քաջություն, հոգևոր պիտի ունենաս, որ ասես ես այդ մեղքը չպիտի գործեմ։ Դե մի անգամից է սկսում, դժվար առաջին անգամն է։ Այբ որ լսում եք, չէ, փողոցում գիշերով մարդ ծեծեցին, սպանեցին, գիտեք ոնց են անում այդ հանցագործները։ Մգընտրում են մարդկանց, գիշերով ուղարկում են, այսինքն գնա այս ինչ մարդուն փայտով հարված էր, որ վախը հանեն մեջից։ Երկրորդ անգամ ավելի համարձակ, երրորդ անգամից հետո իրենց համար մարդ սպաները սովորական է։ Սա բանդերում եմ տեսել, ինձանից չեմ հորինում։ Այդպես են իրենց սովորեցրել։ Դժվար առաջին անգամ խաբեցիր։ Մի անգամ սուտ խոսեցիր, արդեն սուտը դառնում է քո շուրթերին առաջնորդող գործիք։ Ամենտեղ կարող ես խաբել, սրանից խաբել, նրան խաբել, սրանից պարտ վերցնել, սրան տարսան վերցնել, sense այդ շրջանակը երբեք չի վերջանում։ Դրա համար դու պետք է ինչքան էլ ցանկություն ունենաս, ինքդ քեզ զսպել կարողանաս, ձեռքը չմեկնել մեղքին, վառել։ Երեխային էլ չէ, ինչքան ասում ես մի մոտեցիր կվառվի, ինքը այնքան է մոտնում, ինչեւ վառվում է ձեռքը, հետո հետ է գալիս։ Բայց պետք չի որ վառվես, հետո նոր վերադառնաս։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ամուսնացած, այլև չամուսնացած։ Բոլորին, թե ամուսնացած, թե չամուսնացած երիտասարդը, այս ամենը պետք է ժուշկա լինի, խոհեմ լինի։ Եվ տեսեք Սողոմոն իմաստուն առակած գրքի մեջ ասում է, իր բարկությունը զսպող ավելի լավ է, քան մի հատ մեծ քաղաք գրավողը։ Ով որ իր բարկությունը կարողանում է զսպել ավելի լավ է, քան մի հատ հզոր մեծ քաղաք, ով որ կգրավի այդ զորավարը։ Ուրեմն այդքան կարևոր է թե դու բարկության, չարության, ատելության ժամին ինչպես պիտի վարվես եւ ինչ պիտի անես, որպեսզի դու էլ այդ մեղքի մեջ չհայտնվես։ Եվ 7-րդ համարի մեջ ասում է դու էլ օրինակ եղիր երիտասարդներին, քանի որ Տիմոթեոս ինքը երիտասարդ էր եւ առաջնորդ էր, ասում է դու էլ բարի գործերի համար օրինակ եղիր, ուսուցանիր անկեղծությամբ, պարկեշտությամբ։ Տեսեք, ինչ է այստեղ հոգևորականի մասին արդեն խոսում, ուրեմն հոգևորականի առաջին գործը իր անձը որպես օրինակ ծառայեցնելն է, չէ՞, մյուսների համար, իր հավատացյալներին։ Ուրեմն կյանքը օրինակ ավելի լավ դաս է մեզ համար, քան ինչ որ մենք խոսում ենք։ Հիմա եթե դուք ինձ տեսնեք, ես այստեղ ինչեր եմ խոսում, հետո ինձ փողոցում տեսնեք, ես ինչպես եմ ապրում, դուք այստեղ էլ 1 րոպե հետո չեք գա այստեղ։ Այլևս չեք գա։ Ուրեմն շատ կարևոր է մեր օրինակը։ Մենք ինչպիսի օրինակ ենք ծառայում։ Եթե մենք անդադար դժգոհենք, բամբասենք, չարախոսենք, հոգնել եմ, ել չեմ կարողանում, դու նա այդ մարդկանց ես հուսահատության տանում։ Եթե դու խոսում ես մի բան ու չես ապրում այդ ապրածդ կյանքը, դու այդ մարդկանց ավելի շատ ես վնասում, քան մեկ ուրիշը կվնասեր։ Ուսուցիչը, տեսեք, մեկ ուսուցիչ իր ամբողջ կյանքի ընթացքում 20 կամ 30, 40, ինչքան որ կդասավանդի, 3-ից 4000 աշակերտ իր ձեռքի տակով անցնում։ Ուրեմն ինքը կարող է շատ լավ մասնագետ լինել, շատ լավ հայոց լեզու, գրականություն, ֆիզիկա, մաթեմատիկա, բայց ինքը որպես մարդ վատ օրինակ ծառայել իրենց համար։ Գիտելիքը չէ որ դու փոխանցում ես, գիտելիքի հետ դու կյանքն ես փոխանցում իրենց։ Երեխան այսպես չթրծված կավ է, դու վերցնում ես իրեն թրծում ես։ Եվ ինչ ես տալիս ես։ Ուրեմն մի օր մի ուսուցչապետ, որ ուզում էր իր դպրոցը կատարյալ լիներ, ասում է դպրոցի տարբեր դասարաններից 3 հոգի ընտրեցի, որպեսզի ինչ որ դպրոցում պատահի, ես իմանամ, ճիշտ կառավարեմ, այսինքն գործ տվողներ, այսպես կոպիտ ներողություն բառիս համար։ Եվ ասում եմ որոշակի, ասում եմ կատարյալ կառավարում էի դպրոցը,
ասում եմ մի քանի ամիս հետո հասկացա, որ ոչ թե ես կատարյալ դպրոց եմ կառավարում, այլ 3 տականք եմ մեծացնում։ Այսինքն եթե մարդը համաձայնվել է իր ընկերոջը մատնել, դավաճանել, ինքը արդեն կարող է այդ ընկերոջը նաև սպանել եւ շատ շատերի կործանման պատճառ դառնալ։ Տեսեք Ադոլֆ Հիտլերը մենք իրեն միայն պատերազմից ենք, չէ՞, գիտենք, պատերազմ սկսեց համաշխարհային։ Ուրեմն երբ որ ինքը ուսանող է եղել, սիրելիներ, իր 5 տարվա համալսարան մեկ քատ վերնաշապիկ է ունեցել։ Դրանով է գնացել համալսարան։ Երբ որ դարձել է կանցլեր, ամեն առավոտ նորը բացել է, հագել է։ Եվ այդ իր մեջի զրկված լինելը, այդ չարությունը, որ չի կարողացել հաղթահարել, թափեց ամբողջ մարդկության վրա, իշխելու մարդկանց։ Եվ առաջին բանը, որ արել է նա, եկեղեցու վրա է հարձակվել։ Փակել է եկեղեցին, արգելել Աստվածաշնչի հրատարակությունը եւ ամեն տեսակ 64000 հոգեվորականը աքսորել ու բան ճամբարներում պահել, որպեսզի Աստծո խոսք չլիներ։ Ատելությունը մարդու, տեսեք ուր է հասել։ Դու չգիտես փոքրժան գուցե մի հոգեվորական փող է ուզել հոգեվորականից չեն տվել, դա է պատճառ ատելության։ Բայց տեսեք մեր Հովհաննես Շիրազին, չէ՞։ Տեր հայրն է պահել մեծացել իր տանը, մկրտել ամեն բան, այսինքն կարող է լինել, բայց սա չպետք է քո մեջ պատճառ դառնա, որպեսզի դու քո օրինակը թողնես ու գնաս։ Դրա համար ասում է հատկապես հոգեվորականի համար պետք է այս ամենը պահես։ Եվ տեսեք ինչ է ասում առաջին պայմանը, ասում է անկեղծ պիտի լինես քո խոսքի մեջ, քո ապրած կյանքի մեջ։ Որևէ հոգեվորական, եթե անկեղծ չէր խոսքի մեջ, ինքը սուտ է։ Որևէ մարդ, երբ որ ինքը ինչ որ մի բան անում է ու կեղծիքով է անում, անկեղծ չէր արարքի մեջ, սեր չկա դրված իր արարքի մեջ, ինքը սուտ է։ Ինքը խաբում է նախ իրեն, հետո իր դիմացինին։ Երկրորդը, եթե մեկը մաքուր չէ, այսինքն ինքը խոսում է սրբությունից, բայց ինքը սուրբ չէ, այսինքն մաքրամաքուր կյանք չունի, ինքը նույն մեղքերն է գործում գախնի, ինքը սուտ է։ Եվ վերջապես եթե որևէ մեկը պարկես չէ, ինքը սուտ է։ Ինչու, որտեղ այս մարդը չի կարող իր անձնական օրինակով շատ շատերին փրկության առաջնորդել։ Իր կյանքով չի կարող այդ մարդկանց օրինակ լինել, որպեսզի հավատացյալ մարդը ավելի հոգևոր իր կյանքի մեջ աճի։ Ուրեմն տեսեք, անկեղծ, մաքուր պիտի լինես քո խոսքի մեջ եւ պարկեշտ պիտի լինես։ Ով ուզում ես լինի, եւ տեսեք ինչ է ասում։ Պահիր անկեղծությամբ, սրբությամբ, պարկեշտությամբ 8-րդ համարը ողջամիտ խոսք, որպիսի պարսավանքի տեղ չունենանք, որպիսի ոչ ոք չհակառակվի եւ ամոթով մնանք մեր մասին սուտ խոսելով։ Այսինքն որպիսի որևէ մեկը քո պատճառով մեր մասին սուտ չխոսի, այլ հակառակը, երբ որ ինքը մեր հանդեպ չարությամբ է լցված լինի, ինչ էլ որ խոսի, ամոթով մնա։ Տեսեք ինչքան կարևոր է թե դու ինչպես պիտի վարվես, ինչ պիտի խոսես, ինչ պիտի ասես, որպեսզի մարդիկ քեզանից օրինակ վերցնեն եւ ապրեն։ Եվ 8-րդ համարը նորից կարդա. ողջամիտ խոսք, պարսավանքի տեղի չտվող, որպեսզի ով որ հակառակվի ամոթով մնա եւ մեր մասին ասելու որևէ չար բան չունենա։ Տեսեք ոչ մի բան չար չունենաս։ Նորից վերադառնում ենք անցյալ դասին, չէ՞։ Քահանան պետք է անմեղադրելի լինի, այսինքն մեղք այնպեսի չգործի, որ մարդիկ այս մարդուն չարախոսեն ու բամբասեն։ Թե իր կյանքով, թե իր վարդապետությամբ հոգևորականը պետք է անմեղադր լինի, որպեսզի իր հակառակորդները չկարողանան չարախոսել։ Տեսեք, ցանկացած մարդու հետևից էլ խոսում են, մենք ասում ենք Փաշայի հետևից էլ են խոսում, Հիսուսին էլ էին չարախոսում, բայց այն մարդիկ, ովքեր Հիսուսին չարախոսում են, խոստովան ասում որ մենք գիտենք, որ դու մարդկանց մեջ տարբերություն չես դնում։ Այսինքն անաչառ մարդ ես, բոլորին սիրում ես։ Թե Փարիսեցու տուն գնաց Հիսուս, թե մեղավորի տուն գնաց, թե հեթանոսին բժշկեց, թե հավատացյալին բժշկեց, Հիսուսի համար տարբերություն չկար։ Բայց մեր կյանքի մեջ մենք Հիսուսը չենք, մենք Հիսուսի հետևորդներն ենք, բայց եթե մեր կյանքը, մեր խոսքը, մեր վարդապետությունը սխալ լինի, օրինակ կան, չէ, քարոզիչներ, այնպիսի սխալ բաներ են քարոզում, այնպիսի սխալ բաներ են ասում, մարդկանց գայթակղում են։ Ուրեմն նույնիսկ այս խոսքիդ մեջ ինչ որ դու ուսուցանում ես, այնպիսի բաներ չպետք է ասես, ասում որ քո հակառակորդները քեզ չչարախոսեն, այլ հակառակը ամոթով մնան։ Դրա համար ասում է Պետրոս Առաքյալը, մաքուր խշմտանք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս։ Այսինքն մարդ, ով որ քեզ բամբասում է, եթե քեզ չի ճանաչում, շատ ովքեր որ ճանաչում են, այս մարդուն կլռեցնեն։
կասեն, որ այսպես չէ, իրավունք չունես։ Ուրեմն կախված է նորից մեզանից։ Եթե մենք հավատացյալ ենք, այստեղ ծնկած, լացելով, աղոթում ենք, հուզվում ենք, հետո դուրս ենք գալիս փողոցով, բամբասելով ու հանկարծ մեկը լսի, որ մենք բամբասում ենք, կասի սրանք այս ինչ հավատացյալներ են։ Ու մեզ կասեն գանք ձեր եկեղեցին, ինչ անենք։ Հեն է մի քանի օքի ճանաչում ենք, գալիս են կամ ձեր քահանան, մեծ մաս որ մարդկանց ասում ինչու եկեղեցի չեն գնում, ասում են քահանայի պատճառով։ Ինչու, որտեվ քահանան իր կյանքով, իր գործով գայթակղության պատճառ է դարձել։ Ուրեմն դու այնպես պիտի անես, որովհետև ինչ է ասում Տերը քահանային, քեզ ասում է դետ եմ կարգել, այսինքն հսկիչ եմ կարգել ժողովրդի վրա, եթե մեկը կորսվի քո պատճառով, դրանց արյունը քեզանից եմ պահանջել։ Այսինքն, եթե մեկը իմ պատճառով էլ չաղոթի, Քրիստոսին չհավատա, նրա դժոխք գնալու համար Տերը ինձանից է պահանջելու, որ ես ինչ է սարել այս մարդու հետ, ինչու ես պատճառ դարձել, որ այս մարդը դժոխքի բաժին է դարձել։ 9-10 համարները արդեն Տերը Պողոս Արաքյալը խոսում է ծառաների մասին։ Իսկ ծառաներին հորդորիր, որ հնազանդ լինեն իրենց տերերին եւ ամեն ինչում լինեն հաճելի նրանց, ոչ հակառակվող, ոչ շորթող, այլ ցույց տան կատարյալ հավատարմություն, բարությամբ, որպեսզի մեր փրկիչ Աստծո վարդապետությունը ամեն ինչում զարդարեն։ Տեսեք սիրելիներ, Պողոս Արաքյալը այս խոսքը վերաբերում է ոչ միայն այն ժամանակվա ծառաներին, ստրուկներին, այլև այսօրվա աշխատող եւ ծառայող մարդկանց։ Մարդիկ ովքեր որ աշխատում են, մարդիկ ովքեր որ բանակում, ոստիկանությունում կամ հիվանդանոցում, եկեղեցում ծառայում են։ Գիտեք, Պողոս Արաքյալի ժամանակ ստրկություն ամենաչար ու դաժան երևույթն էր, չէ՞։ Մարդկանց մեծ մասը, ավելի շատ ստրուկներ կային աշխարհում, քան ազատ մարդիկ։ Շատ են, ստրկություն ամենասարսափելի բանն է, որովհետև մարդը վաճառվում էր, տանում են եւ իրավունք չուներ խոսք ասելու, ժառանգություն ունենալու, երբ ուզեր Տերը կարող էր վիզը կտրել անգամ, ոչ մի բան չէր կարող անել։ Քրիստոս եկավ, քրիստոնեությունը ընդհանրապես եկավ, դեմ խոսեց, գիտեք, Եվրոպայի մինչև 18-րդ դար ստրկավաճառությունը դեռ կար, պայքարում էր եկեղեցին այդ ամենի դեմ։ Մարդիկ արք ու վաճառքով էին զբաղված։ Վերացրեց ստրկությունը, բայց այստեղ Պողոս Արաքյալը ինչ է խոսում, որովհետև նախ դու միանգամից չէիր կարող մարդկանց ասել վերջ, այլևս ստրուկներ չկան, բոլորը ազատ են, որովհետև մեր թշնամություն, պատերազմ կլիներ, մարդասպանություն կլիներ։ Պողոս Արաքյալը փորձեց ինչ աներ, նախ այդ տերերի մեջ փոխել, գութ առաջացնել, այսինքն մարդուն ներքնապես ազատագրել։ Հիշում եք Օնոսիմոսի մասին Պողոս Արաքյալի աշակերտի, երբ որ տանում են դատելու, ինքը փախել էր, չէ՞, ինքը ստրուկ էր, հիշում եք, իր տիրոջից փախել էր։ Պողոս Արաքյալը ասում է գնա հաշտվիր նրա հետ, ասում է, դա որտեղ մենք արդեն եղբայրներ ենք Քրիստոսով։ Եվ երբ որ արդեն դատանում պիտի սպանեին, ասում է դու ով ես, ասում է մի ժամանակ ես ստրուկ էի, ծառայում եմ ինչ-որ մարդ, բայց հիմա Քրիստոսով ազատված ազատ մարդ եմ։ Հիմա տեսեք սիրելիներ, երբ որ մարդկանց մեջ կամանց գութ առաջացավ քրիստոնեական, որ չի կարելի մարդուն տանջել, ստրկացնել, շղթաներ կապել, մարդը վերջը քո տանը ծառայող է։ Մենք այսօր սպասավոր ենք ասում, տեսեք մենք հիվանդանոցում կամ մյուսներ ենք հավաքարար, չէ՞, բայց հավաքարար չի, մեր հետևից մաքրող մարդիկ են, նրանք կոչվում են մաքրուհիներ, կամ այսօր արդեն մայրապետներ են կոչվում, հիվանդանոցում աշխատող այդ կանայք։ Մաքրուհիներ են, ոչ թե հավաքարարներ են։ Ուրեմն այս մարդիկ էլ մերպես մարդ են։ Պողոս Արաքյալը փորձեց այս մարդկանց ասել, որ դուք ազատագրված եք, ձեր Տերը Քրիստոս է։ Եթե դուք այս ծառայության մեջ եք, հիմա տեսեք, ցանկացած մարդ, ես էլ, դուք էլ, ովքեր որ պաշտոն են ունեցել կամ որևէ հիմնարկում աշխատել են, ասում է թող իրենց տերերին ամեն ինչում լինեն հաճելի, ոչ հակառակվող։ Այսինքն դու ինչ որ պիտի անես, սիրով արա։ Հակառակվելով մի արա։ Քո ղեկավարը թե ասում է, այս բանը այսպես թե չի կպնում քո բարոյականությունը, չի գտնում քո պատվին, աշխատանքի մեջ ինչ որ քեզ խոսում ես, մեզ սիրով արա այդ ամեն ինչը, հակառակվելով մի արա։ Եթե պիտի այսպես ասես, այո, համաձայն եմ, բայց հետո պիտի հելնես չարախոսես, լավ է չանես։ Եվ ընդհանրապես մեր կյանքի մեջ մեր արածի չափը չի որ գնահատվում, այլ թե մենք ինչքան սեր ենք դնում, նվիրում ենք դնում այդ արածի մեջ։ Մեր նպատակը պետք չի հազարավոր մարդկանց գնալ ու կիսատ-պռատ փրկել, եթե դեռ կողքդ 5 հոգի կան, որ դու չես կարողացել այդ մարդկանց փխել։ Ուրեմն Արաքյալն առաջին հերթին ցանկանում է, որ մարդիկ ներքնակես փոխվեն, ազատագրվեն, ազատ մարդ, իրենք ազատ զգան իրենց, բայց ծառայության մեջ լինեն խոնար եւ լսող եւ հոգատարությամբ այդ ամեն ինչն անեն։ Տեսեք Հիսուս մի առակ է, չէ՞ պատմում, ասում է առավոտյան հայրը ասեց տղային կգնաս այգում գործ կան, ասեց այո կգնամ ու չգնաց
երկրորդն ասեց չեմ գնա, բայց հետո զղջաց գնաց արեց։ Հիմա տեսեք նույն բանն է մեր կյանքում։ Սա ծնող զավակ հարաբերության մեջ է։ Առավել եւս ծառայի բան, որ դու արդեն ծառայության մեջ ես, որոշակի ժամանակ հետո դու ազատ պիտի լինես, ուրեմն հաճելի եղիր եւ այդ մարդկանց չհակառակ։ Եվ ասում եմ, տեսեք, շորթող չլինել, այլ ցույց տալ կատարել հավատարմություն բարություն, այսինքն չգողանաս։ Տեսեք, այսօր մարդիկ երբ որ գնում են որևէ տեղ աշխատում, անգամ բանվորը սովետական միությունից այդ ախտը մեր մեջ մինչև այսօր կա, եթե այն ժամանակ սովետական մեծ այդ միությունից են գողանում, ուկրաինացու, տաջիկի, ուզբեկի բաժինի ստանում ենք, չէ՞, հիմա մենք մեզանից ենք գողանում։ Բանվորը գործի է գնում, ինքը մտածում է տուն գնալուց, ինչ հետո պիտի տանի։ Երբ որ այս միջազգային դպրոցը նոր բացվել էր, մի մարդ 4 օր հետո բանը գործից դուրս եկավ, հանդիպեցի, ասի, բա ինչու ես գործից դուրս եկել, ասեց 30 տարի ես հետս տուն բան եմ, այստեղից հնարավոր չի ինչ որ բան տանել, ստուգում են, այս աշխատելու տեղ չի։ Այսինքն ասում ես մարդ ասում ես գողություն չեմ կարող անել։ Խաբել պետք չէ, որ քեզ վստահել են, իրավունք չունես խաբել։ Եթե պետք է 3 դույլ ավազին 1 դույլ ցեմենտ խառնես, կեսը մի խառնիր, ամբողջությամբ խառն, որտեվ քորացի պաշուկա տունը քանդվի, հարյուրավոր մարդիկ մեռնեն։ Երբ որ քեզ ասել են ճաշի տակը լավ կխառնես, որ չկպնի, պետք չունես որ վառես քո ծուլության պատճառով կամ հակառակության պատճառով։ Այս փողոցը մաքրող եթե մեր ծնողներ լինեն, մենք ո՞նց կանեինք։ Անցնում են տղամարդիկ, քցում են ծխախոտը, մինչև այսօր պատուաններից իրենց երեխաներին էլ վատ օրինակ են ծառայում։ Վերջի շրջանում տեսեմ կանայքել են պատուանից թափում արդեն աղբը մեքենայի։ Կինը, որ ինքը գիտի մաքրության արժեքը ինչ բան է, չէ՞, ինքը թափում է, այսինքն դուրիշի աշխատանքը չես գնահատում։ Դրա համար ասում է հանկարծ չգողանաք, չշորթեք, այլ կատարյալ հավատարմությամբ եւ բարությամբ ծառայեք։ Կատարյալ հավատարմությամբ, որովհետեւ եթե դու այս փոքրի մեջ հավատարիմ լինես, Տերն ասում է քեզ ավելին կտա։ Դրա համար ասում է ով որ ինչ որ ունի, երբ կարծում է ունի, կվերցնեմ, կտամ նրան, ով ավելին ունի։ Եվ նպատակը ո՞րն է, ասում է, որպեսզի մեր փրկիչ Աստծո վարդապետությունը ամեն ինչում զարդարեն։ Ուրեմն Աստծո խոսքը նաև զարդարվում է մեր գործերից, սիրելիներ։ Մի օր մի անհավատ մարդ իր տունը ծառայ է բերում քրիստոնյայի, այս նույն ստրուկի պարագայով։ Եվ իմանում է, որ այս մարդը քրիստոնյա, ասում է, նայր, ասում է, չլնեմ չիմանամ իմ տան մեջ Քրիստոսիդ մասին մեկ բառ խոսես, արգելված է այստեղ խոսել։ 3 տարի հետո այս Տերը գալիս ասում է, որ խնդրեմ, քո Քրիստոսի մասին ինձ կպատմես։ Ուրեմն ծառան ինչքան լռությամբ ճիշտ էր ապրել Քրիստոսին հավատալ, կյանքը, որ այդ հեթանոս մարդ ուզեց այս մարդուն Աստծուն ճանաչել։ Ընդամենը լռության մեջ ապրել, չէր գողացել, չէր խաբել, չէր ստել, թաքուն ոչ մի բան չէր արել, Տիրոջ ունեցվածքը չէր վատնել, ինչ որ տեղել էր հավատարմությամբ։ Տեսեք Գիքորի մեջ, չէ՞, ասում է փողը հիշում եք, որ ընկածը գնում է վերցնում է դնում է գրպանը։ Երեխայի ազնվությունը, մաքրությունը, բայց ինչ էր ղեկավարը, չար ու բիրտ բազազ Արտեմը, չէ՞։ Բայց տեսեք այդ երեխայի մաքրությունը, որ ինչ էր, ինքը կարիքի մեջ էր, բայց ինքը չգողացավ։ Ինքը սոված էր, բայց չգնաց թաքուն հաց կերավ։ Եվ այս օրինակ, որ Հովհաննես Թումանյանը գրեց, որ ինչ էր որ լինի քո կյանքի մեջ, դու չպիտի կորցնես քո դիմագիծը։ Ինչ էր որ լինի, միշտ պիտի հիշես, որ դու Տեր ունես, որ քեզ հետ է, միշտ քեզ հետ է, ինքը խոստացել է քեզ, քո կյանքի բոլոր օրերում քեզ հետ այդ ամբողջ ճանապարհը անցնել։ Այսքան այսօր սիրելիներ, ինչքան գեղեցիկ է, չէ՞, Պողոս Սարաքյալը նկարագրում այս ամենը, թե տարեց տղամարդիկ, կանայք, երիտասարդ կանայք, երիտասարդները աշխատավոր, ինչպես իրեն պետք է պահի, որպեսզի մենք ավելի առողջ հասարակություն կյանք ունենանք մեր աշխարհի մեջ։ Որոնց տեսեք, այս բոլորը ինչ որ թվարկված է, մենք մեզ թվում է թե էսի նոր բան է, բայց տեսեք 2000 տարի առաջ նույնն է եղել։ Ուրեմն աշխարհը փոփոխվում է, զարգանում է, բայց մարդը իր մեղքերով նույնն է, հակառակ ավելի է ճարպկանում իր մեղքերի մեջ։ Եթե այն ժամանակ գնում են դեմ դիմաց կանոնում կռվում են, հիմա էլ կոճակ են սխվում, մեկը մյուսի վրա ռումբ են նետում, կոտորած են անում։ Եթե այն ժամանակ բամբասանքը պիտի իրար տեսնեին, որ խոսեն, հիմա հեռախոսով օվկիանոսից այնա կանգնում ես, ում մասին ինչ պետք է։ Երբեմն Ամերիկայից զանգում են Հայաստանի մասին բաներ են հարցնում, ես լսած չեմ լինում։ Կամ մեր քաղաքից մասին Երևանից այնպես բաներ են պատմում, մենք չենք իմանում։ Որտեղ երբ որ դու չես զբաղվում այդ բամբասանքով, երբ որ դու չես հետարկում այդ չարությունը, ատելությունը ինչպես է լինում, դու կարիք էլ չունես։
Հիշում եք սովետական թերթը, մեծերը հիշում են Կամսոմոլսկայա պրավդա, այսինքն ամեն ինչ ճշմարտություն, բայց ամենասուտ բաները այնտեղ էր գրված, մարդկանց այդ ստով էին կերակրում, դրա համար քանդվեց։ Ինչու՞, որովհետև իրենք Աստծուն հանեցին, ուզեցին իրենք Աստծո տեղը նստել։ Այնպես երբ որ մարդը ինքը իրեն Աստված է կարծում եւ ինքը որոշում է, որ ինքը լավը գիտի, ճշմարիտ Աստծո խոսքից հեռանում է, այդ ամենը դա տուն կլինի, քաղաք կլինի, պետություն կլինի, մի օր պիտի քանդվի։ Համակարգը պիտի քանդվի, որովհետեւ ամեն ինչ պետք է ճշմարտության վրա լինի եւ ավազի վրա կառուցված չլինի, սիրելիներս։ Այսքանը թող Տեր օրհնի մեզ իր խաղաղության մեջ պահի, որպեսզի առիթ տա նորից մի շաբաթ հանդիպելու, Տիրոջ խոսքը միասին սերտելու։ Աստված պահապան բոլորիդ։